Ճիշտն ասած, ես մեքենաների կայանատեղի տեսել էի, մոտոցիկլների կայանատեղի տեսել էի, հեծանիվների ևս, բայց այ զոնտիկների, անձրևանոցների կայանատեղի չի տեսել ժողովուրդ, սա էլ տեսա, բայց շատ հետաքրքիր է։ Բարի լույս։ Փիսոյին նայ։ Փախավ փիսիկը։ Ինձ թվում է այն կողմում էր, ճիշտ ասած, այս մեր սրճարանն է, որտեղ կարելի է սուրճ խմել, ուղղակի մարդիկ նստած են, բայց սրճարանը փակ է, օրը այսօր կիրակի է, ես էլ չգիտեի, որ փակ է, փաստորեն կիրակի օրերը կաֆեն չի աշխատում կամ ավելի ուշ է աշխատում, չգիտեմ։ Ալեքսի հետ փորձում ենք գտնենք խանութը, այն մի հատ խանութ ենք գտել, ստից հիշում ենք, այդ խանութս ենք փորձում գտնենք, սուրճ գնենք, մեր տան սուրճը 3 հատիկ ունեինք, վերջացել է բնականաբար, գնանք սուրճ գնենք։ Դադին հացնեմ, ջեսս բաղված է, գործ է, աշխատում է։ Մտածում եմ, այս տարածքից դուրս գանք, դադին ասենք, հլը գնանք, սպասեք, ասում են կաղա դուրս գաս չկարենաս հետո մտներ, որովհետև security գտի անցնել, բայց ոնց ես ասելու, ոնց ես ապացուցելու, որ դու ստեղ ես ապրում, քարտ չունեմ, ես ինքս լավ գնանք տնանք խանութը բացա թե չէ։ Արմամբ ես 2 օր ինչ էստեղ ենք, 2, հա, 2 օր, ուր հատորը եկել ենք, շաբաթ, ոնց որ 2 լիարժեք օր, ինչ կարծիք ունեմ հնդիկների մասին, հանգիստ, խաղաղ իրանց համար, և ասում են անշար մարդիկ են, եթե հարցեր տալիս սիրով պատասխանում են բոլոր հարցերին, հիշեցիր հետի։ Okay, դեռ ճիշտ է, շատ այս տարածքում ենք մենակ եղել, այս տարածքից դուրս չեմ եկել, բայց ում ինչ հաստվել ենք սիրով հաճելիորեն պատասխանել են, որ պատրաստ օգտակար լինելու համար ժողովուրդ։ Սենց պետք է գնանք Ալեքս, թե բայց ես հարցն ենք, տեսնենք ոնց են գնալ դրա։ Այստեղ նապաստակներ ունենք սենց, Ալեքսը գալիս է, հետները մի քիչ խոսում է, գնում ենք, կերակրել չի կարելի, բայց իշմ ձեզ մեր ձկներին ցույց ենք տվել, թե ոչ։ Ալեքսը ասում արի ձկներին ենք ցույց տանք, քանի եկել ենք ձկներին ցույց տանք, ու տեսակ վլոգը ստացվում է, որտեղ ենք մենք ապրում։ Կարանք մյուս անգամ գալուց մի քիչ հաց բերենք, հացիկ տանք ուտեն, հե? Կուզես? Գնանք store? Գնանք այդ փոքր խանութը։ Ճիշտ ասած խանութն էլ է փակ։ Որոշեցինք Ալեքսիս հետ գնանք դադին ասենք, որ համ կոֆե սրճարանն է փակ, համ խանութն է փակ, այսինքն առանց կոֆե չենք կարող։ Ալեքսի հետ կփորձենք դուրս գանք տարածքից, ես ու Ալեքսիս, համ տեղանքին կծանոթանանք, համ տեսնենք ինչ կա չկա բաց։ Համ էլ երեխայդ կզբաղվենք։ Բոլոր ժողովուրդ այդտեղ շինարարություն են անում ու ամբողջ գիշեր բան են անում, շինարարությունը շարունակվում է, մի րոպե չեն դադարում աշխատողները, երևի հերթափոխով են աշխատում, գիշեր 3, բայց ամբողջ գիշեր գմփթմփ աշխատում են, ոչ մի բան չի, զարմացա, որ կիրակի է ու հենց փակ է, խանութները, երևի, չգիտեմ, ուղղակի առևտուր չի, դրա համար են փակ, բարձրանաց վերև բալես, համ սենց արի։ Արի դե, արի։ Արի գրանք դադին ասենք։ Հա? Հա։ Կանք։ Մաման ծառը չի կարա բարձրանա իմ տղա, հել տես ինձ սիրուն տերև հա, ես երևի կես բան հա, անում,
Տերևս սենց, հա թե ոյ ինձ սիրուն ալես բլայր նկարեմ էլի քեզ տեղ Իդեպ վճարումներս դա բավականին բարդ են իմ համար ամեն դեպքում ամեն ինչը online ինչ-որ տարբերակներով սովորական սենց vending machine-ից բան գնելու համար պետք է նախ download անես այսա հետո ընտրում ես ինչ ես ուզելու վճարես ու հետո նոր ոնց որ քո ապրանքը ստանաս պետք է online ես հիմնականում ամեն ինչ վճարում քարտային համակարգը շատ բանական հեռախոսով վճարումներ են կանք ստեղից չեմ կարա ես առնեմ ծրագրերը չունեմ հնդկական քարտել չունենք նույնքով կամ բաներ որ հնդկական քարտերով են աշխատում Google Pay ոնց որ թե աշխատում է բայց ոչ բոլոր տեղերն են աշխատում տեղերով չի աշխատում Չա համեր կա չեմ հասկանում ինչ են ասում Դու հասկանում ես ինչ են ասում Ալեքս տեղ համեր կա ինչա Խաղ են խաղում մրցումը ֆուտբոլ օրինակ Դեռ ահագին ունեն գնալու բալարի ձերս բռնի տղես ծաղիկներին ձեր չենք տալիս հիշում ես չէ Տեղը խանք ենք մտել երկու բան վերցնենք Թաց անձեռոցիկ եմ ուզում բայց ոնց որ թե չեմ գտնում Ժողովուրդ, այս միակ խանութն էր այս տարածքի, այս հիգենիկ թուղթը վերեցի բան մոտ, մութոտ էր ներսում չեր երևում, փոշ մեջ կորած էր, այդ հիգենիկ թուղթ չէր, արդեն այդ չգիտեմ, ինչ-որ ցեփի մեջ մտցրած հանած լինեն, Ալեքս ջան, այս կոմ, գալիս ես ու ձեռքս բռնում ես, այսինց, ու գնում ենք, խողանք չի տեսել հնդկոհի, Տղեն կոկոսա ծախում, ասում ինչ արժի, ասում 50-60 50-60-ը որն է, կոնկրետացի, 50-ա թե 60 Եվ ոսկով ստավեց եկեք կոկոսը վրցնենք ու գնանք տուն Արի բալե Այս հատվածը ոնց որ բալին լինի, ազնիվ խոսք համ բանը, այդ ինչ անունը շրջանառությունը, մարդկանց երթևեկությունը համել ամեն ինքոսը 60 ռուպի արժեր, հարցում էր, պաստան հարցրի, ասեցի, ինքը անգլերեն չէր խոսում, ինքան դժվար էր, լավա մեր երեխեքից կայտ, իրանք թարգմանեցին, այդ տղայի համար, ասում է 50 արժի կոկոսի ջուրը, 60 կոկոսի միչուկը, ասի ես երկուսն եմ ուզում, համ ջուրը, համ միչուկը, ներող գտնվեք, բայց մենք ջուրը չենք թափում մեր մոտ, սա դելիկատես է, դելիկատես, էկզոտիկ միրգ է, ձեր մոտ կարող է 60 ռուպի ինչքան է, երևի $1, հա, երևի, կարող քիչ լինի։ Որը տեղը սովորեցի, մի հատ վերցրի, որովհետև փողոցը պետք է անցնեի, համ Ալեքսի ձեռը բռնեի, համ չի կարող մի քանի հատ վերցնեի, երեխու համար եմ վերցրել, բայց ես փորձեցի բնականաբար, բայց բան կանենք, հեսա չի սովոր կա, արդեն հարցրի, այդ տղեն միշտ տեղ է լինում, կարանք քայլելով երեկոյան էլ գնանք, էլի գնենք։ Հետաքրքրության համար նոր փոխանակեցի գումարը, մեկ կոկոսը փաստորեն արժեր 70 ցենտ, ամերիկյան ցենտ, կամ հայկական 270 դրամ։ Պատկերացնում եք, ինչքան մատչելի է։ Մեքենայի գույները, կանաչ, դեղին, կարմիր, բոլոր գույները կար։ Արի, գնացինք, այս կոմ։ Մամի, հա։ Okay, լավ գնանք տուն, այս սերքինը ծանր է։ Տուն։
Արի գնանք տուն հլը։ Okay, հա, արի։ Շատ կուտայդի է, հա։ Խանութից վերցրինք լուծվող սուրճ, երկու տեսակ վերցրինք, տեսնենք որն է լավ, բայց այնքան փոքր են սրանք, սենց փոքր բաժակների համար են նախատեսված, են մեր մեծ բաժակների համար չի, կես չափով ոնց որ թե 6 հատ սրանից, մի տուփ անձեռոցիկ, երբ թուղթը ասեցի չէ, որ կասայում տեսա, որ վրան այս սենց փոշ էր նստած, դա հիգիենիկ չէր արդեն, Անձեռոցիկները և ինչ եմ վերցրել, սա, միրինդա, կես լիտր ես, 750 միլի և մի հատ շաքարակլոր Ալեքսանդրը իրան վերցրել է, սովորական վճարել են կես քանին, 135 ռուպի, հեսա տեսնեմ ինչքան դրամով, ես քանին վճարել ենք 750 դրամ, թե 760, 750 կամ 760 դրամ, իսկ դոլարով 1 դոլար 58 ցենտ։ Խմեցիր մեջինը արդեն։ Տեսա գտալով կհասա, տեսա գտալով կհանեմ մեջին։ Մամի, Ինչ է քեզ կտրում է։ Հələ տնա։ Մի քորի։ Հա, օքեյ, մի քորի, մոծակն է։ Հա, մոծակը։ Գծել է մոծակը քեզ։ Այսօր մյուս տեղն ենք եկել, այստեղ եվրոպական ուտեստներ են տալիս, ուտեստներ, համբուրգեր, չգիտեմ, տենց բաներ էլի, շարմա, տենց բաներ ունեն։ Այն կողմը մենակ հնդկական ուտելիքներ են, այն մյուս տեղը, որ գնում ենք, չգիտեմ, երեք նկարել է, թե չէ, նախաճաշը, որ նկարել եք, խոսքով, այստեղ բանա եվրոպական։ Քանի երկրույթ Ձենը լսում եք, անձրևի ձենն է, ուժեղ անձրև սկսեց, երեկոյան միշտ սենց ուժեղ անձրևներ է սկսում։ Վիրել ենք շաուրմա, French fry, ինչ ենք պիցա, French fry-ը շատ լավն էր համանեցի, այստեղ չեմ փորձել, կրկրչան է հավես։ Տեսնենք պիցան ոնց լինելու։ Այստեղ մանգոյի լասին է, ելակի լասի։ Լասին միասին պատրաստել ենք, չէ՞, միշտ մանգոյով մենք պատրաստեցինք, թե ինչ մրգով։ Պիցան եմ ուզում ձեզ ցույց տամ, այնքան փոքր է, շատ փոքր պիցա է, բայց տեսքը լավն է երևում, սիրուն է։ Այսքանի վճարել ենք 660 ոնց որ ռուպի, մոտավորապես 8 դոլար։ 8-10 դոլար, էլի, 10 դոլարը երևի չի գերազանցի։ Այստեղ մի հատ փոքր գրադարան կար, սենց չենք կարա, չէ, մտնենք դատարկ ձեռքով դուրս գանք մենք գրադարանից էնել։ Ռետինա ընտրել Ալեքսանդրը, երջանիկ գնում ենք տուն։ Տանը, ինչպես որ խոստացել էի, ցույց կտամ, թե մեր տունը ինչպիսին է։ Համել ձեզ ցույց կտամ մեր տունը, թե որտեղ ենք ապրում, ինչպես որ ասեցի։ Սկսենք մեր տան շքամուտքից, սա մեր լրիվ հնդկական ոճով դուռն է, շքամուտքն է, տան դուռն է, այսինքն փակում ենք, կողպեկ ենք գցում։ Այստեղ իրանց մոտ միշտ պատուհան եմ նկատել ֆիլմերում, փաստորեն սենց իրականում էլ է այդպես, մտնում ենք, այստեղ մեր միջանցքն է, բայց չենք մոռանում դուռը անպայման փակում ենք, չնայած դրան մոտ հենց բան ունենք, հսկիչներ, հա, ունենք, չտվեց, լավ հեսա, եկեք ես սենց հանեմ, մի րոպե, այս կողմում միշտ 24 ժամ հսկում են, ինչա բալես, հա, Perfect timing. Այստեղ այսպես կոշիկների համար նախատեսված տեղ է, այստեղ սենց պատուհան է, այս պատուհանները իրականում ես միշտ ֆիլմերում որ տեսնում եմ չի հասկանում ինչի համար է, որովհետև միշտ նմանատիպ պատուհաններից այն չար հերոսները, վատ մտադրություն ունեցող հերոսները միշտ պատուհանից ներս էին գալիս, երևի հով պահելու համար տունը, ենթադրում եմ, չեմ իմանում, ինչևէ, այստեղ եկեք Ալեքսը արդեն
Ջանի, սա մեր հյուրասենյակն է, այստեղ Ալեքսի իր առետիրները հանեց, մենք որ տուն ենք եկել, սենց ինքը չենք օգտագործել ափսեները, սենց դրված էր, տենց էլ թողել ենք առայժմ, ռետիններն է, որ գնեցինք նոր 93 ռուփի արժեր, 93 ռուփին, հեսա կփոխանակեմ, այստեղ միտեղ կգրեմ, թե ինչքան է գալիս դրամով կամ դոլարով։ Այստեղ այն մանգոն է երեկվանից մնացել է, դանակ չունենք, որ գտրենք, դանակ պետք է ուզեմ, չնայած մի քիչ խակել է, թող հասնի։ Ինչևէ, այստեղ պատուհաններն են։ Հիմա գալիս ենք ննջասենյակ, երկու ննջասենյակ ունենք, մեկը մեր ննջասենյակն է, մեկը Ալեքսի համար է ննջասենյակ, այստեղ էլի նույն մտքով, նույն պատուհանից ունեն, այն որ վատ մարդիկ ներս են գալիս ֆիլմում, այս մյուսի վրա վարակույր կա, այստեղ չկա, պետք է վաղը ասեմ տեսնեմ ինչի է այստեղ, օրինակ վարակույր չունեն, ինչևէ, այս Ալեքսի սենյակն է, սովորական իրանց պահարաններով, սենց փականով, բացելով և այլն, շորերը դասավորել եմ, անձնապես շատ բան չունենք։ Գրասենյակ, գրասեղան և կոնդիցիոներները չենք օգտագործել, չեմ կարող ասել, ինչքանով է լավը, ինչքանով է վատը, ոնց է միանում ստեղից երևի։ Շատ լավ է, ուժեղ կոնդիցիոներ է։ Պետք չի միջալոց, եղանակը նենց չի, որ ասեմ շոքա ու պարտադիր մեզ կոնդիցիոները պետք էս վերևում սենց ֆենել ունեն, բայց հրցակ կոնդիցիոների կարիք չի զգացվում, տենց շոք չի։ Հետաքրքիր է, որ այս սենյակի դուռն էլ սենց ունի նմանատիպ զամոկ և այս սա է հետաքրքիր, երևի դուռը որ պահի, հա, ենթադրում եմ սենց չշարժվի։ Այստեղ արդեն մեր սենյակն է, նույն կերպ կառուցված, նույն պատուհանը, նույն պահարանները, սենց հետաքրքիր կողպեքներով, զամոքներով, այստեղից ունենք նաև ելք դեպի բալկոն ունենք, այսպես ասած, նույն բանից, կոնդիցիոներ, այս մեր բալկոնն է, չնայած երևի թե տեսել եք, այս եմ որ ասում եմ գիշեր-ցերեկ աշխատում են, լսում եք, իրանք գիշեր-ցերեկ աշխատում են առանց կանգնելու 24 ժամ։ Այստեղ կարելի է սուրճ խմել առավոտյան, եթե աթոռ ունենանք, լավ կլինի, վատ չի լինի, դեռ չենք արել, եկեք ես փակեմ, այսպես, և գնանք, շարունակենք, ես միշտ սենց գցում ենք։ Այստեղ ունենք խոհանոց, խոհանոցի դուռը, դռները երևի թե բոլոր դռները սենց են, ենթադրում եմ, չեմ իմանում։ Այստեղ ունենք սառնարան, որ դատարկ է այս պահի դրությամբ, միկրոալիքային վառարան ունենք, անձեռոցիկ, որ միասին օրվա ընթացքում գնեցինք, կահույքը, չեմ կարող ասել կահույք, բայց ամեն դեպքում սենց ինչ-որ սենց է, ստեղ դատարկ, որտեղ որ իրենք պահում են իրենց ունեցած չունեցած խոհանոցի վերաբերող ինչ-որ բաներ, մենք նման բաներ այստեղ չունենք, ունենք մի հատ փոքր սենց թեյնիկ, շատ փոքր է այն, ունենք մի հատ սենց էլեկտրական բան, ինչ է սրա անունը, պլիտա, այստեղ ջուրն է, ջրի այս բանն է, ֆիլտրը, որպեսզի ջուր խմենք, և ստեղից նորից դուռ ունենք, այնտեղ մեր ախրանիկն է, արդեն ասել եմ, տեսել եք, գիտեք, 24 ժամ աշխատում է, բացի եմ, որ մուտքի լույսը անջատեմ, բացի եմ, որ երկու security պետք է անցնես այստեղ գալու համար, նաև այդպես
տան մոտ ունենք նաև այդպես ախրանա։ Այսքանն էր մեր տան ռևյուն, սիրելի բարեկամներ, վաղը կպատասխանեմ ձեր մնացած հարցերին, հիմա կարդում եմ ձեր մեկնաբանությունները, այն հարցերը, որ ունեք, առանձնացնում եմ, եթե այսօր էլ հարցեր ունենաք, գրեք անպայման, վաղվա տեսանյութում արդեն այդ հարցերին բոլորին կպատասխանեմ կամաց, լավ մնացեք, ձեզ այստեղ կասեմ ցտեսություն, արդեն բավականին ուշ է, 8:30 կողմերն է ուշ ասելով, բայց Ալեքսին կամաց հարկավոր է հեռացնել համակարգիչից ու գնանք Թոթոյի։ Լավ մնացեք, կհանդիպենք վաղը մեր հերթական վլոգում, բայ բայ։